Հատելուղի եթերում, ինչպես եւ խոստացել էի, իմ հյուրն է ազգային ժողովի падգամավոր Գառնիկ Դանելյանը, բարև ձեզ պարոն Դանելյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ճիշտ ասած, թեժ քննարկում էր գնում ազգային ժողովում եւ դուք էս բրիֆինգ ունեցաք եւ այս հարցը հրապարակ է բարձրացել, պարզվում է, որ այս մեզ արդեն մեկ ամիս շարունակ հիմա տեսեք Ադրբեջանը ճանապարհը բացել է, միտեղից ասում է Ալիևն ասում է գալիս եմ Սևանը վերցնում եմ, բերում եմ Երևանում լցնում եմ, ընդ որում ոնց որ ասեց Արցախը վերցնում եմ վերցրեց Տավուշը ընդեղ ասեց բան եմ անում Կիրանցը բան վերցրեց Սյունիքի այդ բարձունքներ բան ոնց որ ասում երեկա վերցրեց հիմա հերթը հասել է դրան էտա խոսում մի հատ էլ լկտիաբար խոսում է նրա մասին որ հիմա այն մարդկանց տեսեք բերել եմ որտեղ են պահում Բաքվի բանտերում են պահում մեկ էլ հետո պարզում է ինչ բարեգութ բարի մարդ ա գտնվել ցորեն են բերում մի ասա մեծ մասը դրա պարունակության նախատեսած է որպես անասնակեր այսօր այդ հարցներ եւ կամկամում են իշխանության ներկայացուցիչներն որևէ բացատրություն չունեն վերևս սկսենք դրանից խնդրեմ Նախ շնորհակալ եմ հրավերի համար այն ինչ որ ներկայացնում եմ իշխանությունը հերթական քարոզչական տրյուկն է էլի փորձել մեր ժողովրդին մոլորության մեջ գցել ասելով որ տեսեք ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունեցել այլևս վերջ մենք դիվերսիֆիկացնում ենք մեր տնտեսությունը բայց խորքում ոչ ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունեցել ոչ էլ դա դիվերսիֆիկացիա է ճանապարհների ապաշրջափակում լինում է մեկ բառագամ երբ որ կոմունիկացիաները բոլոր կողմերի բացվում են կոմունիկացիաները առանց երրորդ երկրների հսկողության տակ թողնելու եւ ճանապարհի օրինակ ապաշրջափակում կլիներ եթե ենթադրենք Ադրբեջանի տարածքով գնացքները վագոնները մտնեին Հայաստանի Հանրապետության տարածք պարզվեց որ հերթական քարոզչական փուչիկը պայթեց Ադրբեջանի տարածքով մի մասը ռուսական, մի մասը ղազախական ըստ մեր տեղեկությունների հստակել չի, բայց ամենայն դեպս խոսում է նրա մասին, որ եւ ղազախական ծորենա եւ ռուսական ծորենա, Վրաստանի տարածք, չերես բանի Ադրբեջանի միջոցով Վրաստանի տարածքա մտել 4-րդ կարգի ծորեն եւ մասնագետների կարծիքով դա ուրեմն տնտեսական եթե օգուտները հաշվես նախ քաղաքական առումով խափել են իրենք չեն պատկերացնում որ ուրեմն կպարզվի այդ ծորենի իսկական բանը իր որակական իր տվյալները երկրորդը մասնագետների կարծիքով եւ նաեւ մենք հարցումներ ենք ուղարկել ես հարցումներ եմ ուղարկել հուսով եմ դրա պատասխաններ կստանանք թե ինչքան տնտեսական օգուտներ կարող է ունենա Հայաստանի Հանրապետությունը տարբեր հաշվարկներով ասում է որ դա շատ ավելի ծախսը դրա մեծ ալնելու քան ուրեմն Վրաստանի տարածքով ռուսական ծորենի ներկրումը այսինքն երկու փուչիկներ տրակել է մեկը որ ճանապարհների ապաշրջափակում տեղի չի ունեցել երկրորդը որ դա տնտեսապես շահավետ է էլի Պարզում է որ ոչ էլ տնտեսապես շահավետ է եւ չորրորդը խափել են մարդկանց ասելով որ գալու է հեսա չգիտեմ հացիգին նայժանանալու հեսա ալյուր նայժանանալու եւ այլ բանից պարզվել է որ դա ուրեմն հացի հետ ընդհանրապես կապ չունի անասնակերա ինքն էլ պետք է պարզվի լա այդ անասնակերը լաբորատոր փորձաքննություններից հետո պարզ կլինի դրանից հետո այդ ծորենը օրինակ արժի անգամ անասուններին տալ թե չէ որովհետև շատ ես այդ վտանգների մասին ասել եմ որոշ տգետներ դա ճիշտ չեն գնահատել ճիշտ չեն ուրեմն հասկացել բայց գաղտնիք էլ չի որ Ադրբեջանը ֆաշիստական ռեժիմը հնարավոր է նաև անգամ այդ 4-րդ կարգի ծորենը կարա եւ վարակված լինի ով կարա բացառի որ դա կարա վարակված լինի եւ այդ առումով պետք է ուսումնասիրել թե արդյոք սա ինչ նպատակներով է արվում ինչ օգուտներ է ուզում սրանից քաղի իշխանությունը, այսինքն խափի հերթական անգամ բոլորության մեջ գնի, որ ավելի կարևոր է, որ այս ամեն ինչից շատ ավելի կարևոր է, ինչ է ուզում ստանալ Ալիևը Նիկոլ Փաշինյանից։ Այս մի քանի վագոն ծորենը, որ ուղարկել է Վրաստան, ինչ է տակ ինչ խորքային պահանջներ կա, ինչ է խոսք տվել վարչապետի աթոռը զբաղեցնող անձը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Իրենց տարբեր պաշտոնյաներ
ամեն օր խոսում են Հայաստանի Հանրապետությունից հերթական զիջումները կոզելու։ Մասնավորաբար ԱԳՆ խոսնակը ասելա, որ Հայաստանի Հանրապետության այսպես կոչված անկլավային տարածքները պետքա վերադարձվեն Ադրբեջանին։ Ինչ ասել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնից անմիջապես հետո հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական հողեր։ Եթե այս ամեն ինչը միացնում ես եւ սրա հետ նաեւ ավելանում է Իլհամ Ալիևի այն խոսքը, որ Սևանը գյոգչայա, Վարդենիսը բասարքեչարա, այն մեկը էսա, այն մեկը այնա, Երևանը Էրիվանա, եւ դրան նաեւ ուրեմն 4-րդ կարևոր բանը, որ Ադրբեջանում արդեն բաժանում են ID քարտեր, որտեղ հստակ նշվում է Ադրբեջանի քաղաքացիների անուն ազգանունը եւ տակը բնակության վայրը, դուրս է գալի, որ սա մի հատ հրեշավոր մի այլանդակ մի ծրագիր է, որ Ադրբեջանը փորձում այդ ծրագիրը, այսպես ասած, գլորի բրդի առաջ տանի։ Եվ այս ահավոր եւ սարսափելի պատկերի մեջ այս խեղկատակները ուրախանում են, որ մի քանի վագոն ցորեն են ստացել։ Այն պարագայում, որ մոռացել են, որ 2 տարի առաջ, 3 տարի առաջ Արցախը ապահովում էր Հայաստանի Հանրապետության ցորենի 25%-ը։ $100 միլիոն ամեն տարի ցորեներ բերում բան է։ Արցախից ցորեներ ստանում Արցախից։ Ու տարին տարվա վրա ավելանում էր այդ ցանքսատարածությունների քանակը, այսինքն հնարավորություն կար անգամ այդ տարածքները ճիշտ օգտագործելու, ոռոգելու, ուրեմն այդ հողերը մշակելու արդյունքում, որ մենք այդ 25%-ը դարձնենք 50%, ավելացնենք, հիմա այդ մի հրաշք հայրենիք ու երկիր հանձնել են, եկել են 2 վագոն անաստակեր ցորենի համար, չգիտեմ, հրավառություն են անում։ Ուրախացած, երջանկացած ասում է, ինչի՞ չեք ասում, ողջունում ասում է, որ ասում է, բանա, մի քանի վագոն ասում է անասնակեր ցորեն ա եկել։ Հասկանում ես, ասենք, ոնց կարա նման ձևով փորձել մեր հասարակությանը մանիպուլյացիա ենթարկել։ Այսինքն, էթնիկ զտումը մոռանում ենք, ցեղասպանությունը մոռանում ենք, այդ տարածքներում տնտեսական լավ, այդ բանը տեղ չի հասնում, որոշ մարդկանց տեղ չի հասնում այդ ամեն ինչը։ Իրանց համար ցավ չի, ողբերգություն չի, նշանակություն չունի, կա տենց մասա եւ ես ցավով եմ ասում, որ կա տենց հատված։ Բայց մի մաս անել, որ խոսում է թանկացումներից, խոսում է, որ այս մի բանը թանկացավ, մի բանը սենց եղավ, բա մեր ուրեմն տարենային անվտանգությունը էս այնը։ Եթե այդ հաշվի չեկան, բայց այդ տարենային անվտանգությունն էր ապահովում։ Արցախից էլ տարենային անվտանգությունն էր ապահովում։ Հոսանքը ինքնաբավ էր, ավելցուկ հոսանքն արդեն գալիս էր Հայաստանի Հանրապետություն, գյուղատնտեսական տարբեր կուլտուրաներ ակտիվ զարգանում էր ընդ գյուղատնտեսությունը զարգանում է, հիմա այդ պահով ոչ մի ես գիտեք ինչի համար եմ սա ասում, սա ասում եմ այն շրջանակների համար, որ ասում եմ, բա գիտեք ինչ կա, այս բանը թանկացավ, այն բանը թանկացավ ու իրանց համար այդ Արցախի կորուստը այդքան էլ ցավ չի։ Ասածս այնա, որ Ադրբեջանը հստակ նպատակադրված հենց այնց բաներ չան, նպատակադրված որոշակի քարոզչական կուտա լցնում, սենց հայկական մեդիա դաշտ, իբր տպավորություն ստեղծվի, որ ես կառուցողական սենց քայլեր եմ ձեռնարկում բան, բայց վերջնարդյունքում այնպիսի պահանջներ ա ներկայացնում Հայաստանին, որ այդ մի քանի վագոն ցորենը, դրա օգուտները բանը ես նշել չեմ ուզում նորից էլի կրկնվեմ, ու այն վտանգները ու այն ահավոր բանը, որ կատաստրոֆան, որ կարա Հայաստանի Հանրապետության արչև կանգնի, դրա մասին սրանք ձեն ծպում չեն անում։ Որևէ մի առարկություն չի ասվել, որևէ մի բան չի ասվել։ Էսա շատ կարևոր, շատ կարևոր է, որ մեր հանրությունը, հասարակությունը հասկանա, շատ կարևոր է, որ հասկանա դրա խորքային նշանակությունը եւ սրանք ինչ ուրեմն նպատակ ունեն եւ ի վերջո մենք կարողանանք մենք ճիշտ գնահատել եւ ճիշտ հասկանալ եւ այն հիացական, այն չգիտեմ ինչ, որ գիտեք ինչ մի հատ սենց իրանց սատելիտ բաներ կան, իբր ԿՊԱ-ական չեն, բայց ԿՊ-ից ավելի ԿՊ են, տարբեր ես չեմ ուզում իրանց անունը տալստե, այդ մարդիկ էլ մի հատ դից ֆոն են ստեղծել քարոզչական,
որ տեսակ բասում եք սենցա, բասում եք նենցա, մի քանի վագոն ծորեն ա եկե, բա դա ինչ կարակ ասեք։ Այսինքն սրա համար եմ ասում, որ մեր հասարակությունը եւ մեր հանրությունը ճիշտ հետեւություններ անի այս ամեն ինչից եւ հասկանա, որ սա շատ վտանգավոր ուրեմն քարոզչական խայծ է, սա այս ծխածածկույթի տակ շատ ավելի խորքային ուրեմն երևույթներ կան եւ սա պետք է մենք հասկանանք, գնահատենք եւ ի վերջո ես հուսով եմ, որ մեր հաջորդ թողարկմանը արդեն մենք բոլոր տվյալները կունենանք, այդ հարցումների պատասխանը կգա եւ մենք բոլոր տնտեսական հաշվարկներով բանով մեր հասարակությանը կներկայացնենք։ Սրանք սիրելի ժողովուրդ ջան, սրանք ոչ մի բան մեր համար չեն էժանացնելու։ Վերջին մի քանի տարվա ընթացքում օր-օրի վրա ամեն ինչ թանկանում է։ Առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները թանկացել է։ Բանը էլ չեմ ասում, ասենք, այն մնացած ապրանքների մասին չեմ ասում։ Այսինքն մենք ես անցած անգամ նաև թվերով ներկայացրել եմ այս տաղավարից, թե օր-օրի վրա ոնց է ամեն ինչը թանկանում։ Հուսալ, որ ինչ որ մի բան կեժանանա, բացառեք դա։ Ես հենց այս գլխից ասում եմ, ոչ մի բան չի էժանանալու։ Ընդհակառակը ամեն ինչ տանում են դեպի թանկացման եւ մեր ժողովրդի համար սոցիալ-տնտեսական ավելի ծանր եւ ավելի վատթարագույն պայմաններ ստեղծելու։ Մի քանի օր, 2 օր առաջ ես ուրեմն Ճամբարակի տարածաշրջանում էի եւ չեմ կարող չխոսել նաեւ սրա մասին։ Ուրեմն մեր հայրենակիցները ասում էին, բա 40-45 հազար դրամ առավելագույնը թոշակ է տալիս։ Պարենային միջին պարենային զամբյուղը, որ մարդը կարենա գոյատևի 80,000 դրամ եւ ավելա։ Այսինքն մարդիկ չեն կարողանում գոյատևել։ Արտագաղթի հսկայական տեմպեր է, ասենց ավելացել է ուրեմն արտագաղթը, Արցախահայերի մասին էլ չխոսեմ։ Այսինքն այս արտագաղթի ֆոնին, այս թանկացումների ֆոնին, ուրեմն գյուղեր ես մտնում, այդ երիտասարդությունը չի կարողանում իր կյանքը դասավորի։ Երիտասարդները, որովհետեւ որևէ մի առումով պետության կողմից աջակցություն չեն ստանում։ Չեմ ասում ցանքսատարածությունների կրճատման, չեմ ասում ուրեմն նրա մասին, որ տրանսպորտ չկա, բան չկա, այսինքն սա մի քաղաքականություն է, որը որ մենք կարող ենք սրանից եզրակացնել, որ սահմանամերձ համայնքների մեր բնակիչների կոնկրետ ուղղորդված ծրագիր ա գնում այդ բնակավայրերը դատարկելու այդ բնակավայրերը։ Եվ այդ բնակավայրերի նկատմամբ ով ունի հավակնություն ունի Ադրբեջանը։ Սա պետք է մենք հասկանանք, որ ամփոփեմ ծրագրավորած, պլանավորված տանում է մեզ դեպի ուրեմն կործանում եւ ես այդ նույն այդ տրամաբանության շրջանակներում իրենք մի օր էլ էսա կանգնելու են ասեն, բա դե ինչ հանեինք, պատերազմ եք ուզում, այս տարածքները պիտի տանք, եթե չենք ուզում պատերազմ, պիտի այս տարածքները տանք, ու տենց շարունակ, մինչև չհասնեն մայրաքաղաք Երևան, որի վրա ի դեպ հավակնություններ ունի Ադրբեջանը, իրենց սիրելի եւ իրենց կողմից շատ հարգված կիրթ ու կառուցողական Ալիևը ասում է ես ուրեմն տանկերի փոխարեն մեքենաներով կգնամ եւ կվերցնեմ Հայաստանի Հանրապետությունը եւ հակաեկեղեցական արշավում իրենց գաղափարական առաջնորդ Ալաշուքուր Փաշիզադեն ասում է որ ես Երևան քաղաքում մենք Երևան քաղաքում 17 պիտի միջետներ կառուցենք։ Էս է Ադրբեջանի ծրագիրը։ Ադրբեջանի ծրագիրը Հայաստանն է առանց հայերի։ Հստակ հայտարարություններով Բայրամովը ինչ բացահայտեց, Ալիևը այս ռազմական շքերթով ինչ ցույց տվեց եւ Նիկոլի բղավոցները ուղված բանը ինչա նախագահների ուղղությամբ եւ նախագահները պատասխան տվեցին, թեպետ շատ ճիշտ բան ասեց քիչ առաջ էստեղ էր Երվանդ Բոզոյանը, որ այդ ինչի է նրանց ասում, Ալիևը իր պատասխանը տվել է, որ դու ես տվել ինձ Արցախը։ Տեսեք, սրանք բացահայտ ինչ սուտ են ասում Տիկին Թովմասյան։ Նախ ասում էին, որ 19 թվականին, որ ասում էին, իդեպ բոլորն են սրա մասին խոսել ասել, Նիկոլ Փաշինյանին ասում են ինչ ա եղել քու բանակցային սեղանին, ինչ փաստաթուղթ ա եղել։ Սա սկզբից ստում էր, ասում էր իմ բանակցային սեղանին փաստաթուղթ չի եղել։ Հետո պարզվեց, որ 19 թվականին համանախագահները առաջարկ են ներկայացրել, դա եղել է համանախագահների Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների միասնական դիրքորոշումը։ Այս փաստաթուղթը, որ 19 թվականին ներկայացվել է խմբակի ղեկավարին,
Սրա մասին կրկնում եմ, ստել են ասել չկա։ Հետո տեսնելով, որ սա արդեն թափ հավաքում, ասել են դե հա, դե փաստաթուղթը կա։ Ու միջև հիմի այդ փաստաթուղթը 19 թվականի համանախագահների առաջարկը։ Ցույց չի տալի, սիրելի հայրենակիցներ, ցույց չի տալի միայն ու միայն դրա համար, որ այդ փաստաթուղթը եթե հրապարակվի, պարզ կդառնա, որ այս մարդը դիտավորյալ ձախողել է բանակցային գործընթացը, երկիրը տարել է պատերազմի, դրան նախորդել է հայտարարություններ պաշտպանության, նախկին նախարարի հայտարարությունը նոր պատերազմ, նոր տարածքներ, իրեն գժի տեղ դնելը, էդ էլ փաստ էր, չէ՞ որ մարդը գնում է բանակցությունների, երկրի ղեկավարը, թիվ 1-ը գնում է բանակցությունների, մարդը իրեն գժի տեղ է դնում։ Ասում է դե ես ասում եմ, տեսա, ասում եմ, որ չեմ կարողանում, ասում եմ, ես ինձ գժի տեղ դրեցի։ Ուրեմն իրեն գժի տեղ դնելով, այդ փաստաթուղթը ծածուկ պահելով, նոր պատերազմ, նոր տարածքներ, ես խոսելու բան չունեմ, Հուլիսյան, ուրեմն դեպքերը ներկայացնում է այդ դիրքային, այդ առավելությունը, որ ունեցել է հայկական կողմը, ներկայացնում է որպես նոր սարդարապատ, այլևս մենք հաղթել ենք Թուրքիային, Ադրբեջանին եւ տարածաշրջանում մենք արդեն գերտերություն ենք։ Այս գործընթացները, այս ամեն ինչը որ կա, էլի շատ բան կա ասելու, ադրբեջանցիները փաստաթղթավորել են, այդ փաստաթղթերը ներկայացրել են եռանախագահներին եւ եվրոպական տարբեր պաշտոնյաների, դիպկորպուսի ներկայացուցիչներին, ասել են իրենց ապահովելու համար, որ իրենց ասպես ասած ստրախովկեն ապահովելու համար, սա ներկայացրել են եւ ասել, որ հայկական կողմը մեզ հետ չի բանակցում, այսինքն հրաժարվում է բանակցություններից, այսինքն հիմքեր նախապատրաստելու Հայաստանի Հանրապետության հարձակման վրա, եւ թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ նախագահները մեղադրանքները Նիկոլ Փաշինյանին, ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են մեղադրում, այլ մեղադրում են Նիկոլ Փաշինյանի, որ Նիկոլ Փաշինյանն է այս բոլոր գործընթացները տարել նրան, հասցրել են կետի, որ Ադրբեջանը արդեն այսպես ասած Հայաստանի Հանրապետությունը այնպիսի իմիջ է ստացել չբանակցողի, այսինքն ապակառուցողական լինելու նույն համանախագահների կողմից։ Իսկ այդ պարագայում արդեն Ադրբեջանը իրեն ներկայացրել է, դիրքավորվել է որպես կառուցողական կողմ։ Ասում է դե ես առաջարկները ներկայացրել եմ, այս մարդը տանում է գործընթացը դեպի ձախողման։ Եվ ինչ էր ասում ազգակործանը, ասում էր ես նենց հայտարարություններ կանեմ, որ իմ հարցազրույցից հետո Ադրբեջանը ասում է կպայթի, Իլհամ Ալիևին մի օրը գահանկեց կանեն եւ Ադրբեջանում իշխանափոխություն կլինի։ Պատերազմից առաջ հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին, որը միջև հիմա այդ հարցազրույցը չի հրապարակվել։ Ինչի համար ենք մենք այս ամեն ինչը ասում, ինչի համար ենք սա պետք է հասկանալ եւ իդեպ իշխանափոխությունից հետո շատ բաներ པարզ կլինի, թե ինչի համար այս ամեն ինչը արվել։ Տգիտության արդյունքում է, դիտավորության արդյունքում է, թե այլ ստեղ հանգամանքներ կան, դա պետք է քննությունը པարզի, թե ինչի համար է այս ամեն ինչը տեղի ունեցել։ Իդեպ, նաև իրենց հարցազրույցներում նախագահներն ասում են, որ այս փաստաթուղթը անգամ թաքցվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, այսինքն Արցախի գործող այդ ժամանակվա իշխանությունները 19 թվին չեն իմացել, որ բանակցային սեղանին կա 19 թվին կա համանախագահների առաջարկ։ Սա այս հայտարարությունը հնչել է։ Երրորդ նախագահը իր հարցազրույցում ասել է եւ երկրորդ նախագահն էլ նաեւ իր հարցազրույցում ներկայացրեց այն բոլոր այն դժբախտություններն ու ավիզները, որ բերել է այս իշխանությունը իր ապակառուցողական դիրքավորմամբ եւ եթե գանք բուն արդեն ռազմական գործողություններին, հախուռան անկազմակերպ եւ այլը, մենք ինչ ենք պարզում։ Պարզում ենք այդ ընթացքում էլի եղել են առաջարկներ, մասնավորաբար ռուսական կողմ առաջարկություններ ա ներկայացրել եւ դրա մասին հիմա խոսում է նաեւ ադրբեջանական կողմը, որ իրենց շատ անհարմար պահանջներ ա ներկայացրել ռուսական կողմի, պատերազմը դադարեցնելու, այդտեղ հայկական եւ ռուսական զինված ուժերը տեղակայելու եւ այլ, այսինքն բարենպաստ, բավականին բարենպաստ պայմաններ ա առաջարկվել հոկտեմբեր ամսին, որ այս մարդը այս ամեն ինչը մերժել է, հիշեցնեմ ձեզ իր նախկին խոսույթը այն բանի մասին, բայց եթե ես
այդ ժամանակ կանգնեցնեի պատերազմը, ինձ կասեին դավաճան։ Այսինքն այն իրենց հայտնի թեզը, որ մեր այդ լույս տղերքը զոհվել են հանուն ոչնչի, այսինքն այդ ընթացքում էլի մոտավոր հաշվարկներով մոտ 2500 մեր լույս տղաներ, մեր հրաշք, մեր հերոս տղաներ 2500 զոհ ենք ունեցել եւ նոյեմբերի 9-ին արդեն ստորագրված փաստաթուղթը դա այդ մի օրվա բանակցած փաստաթուղթն է եղել։ Նոյեմբերի 9-ի ոտի վրա ստորագրած փաստաթուղթը հենց այդ օրվա փաստաթուղթ աղ է, դուք պատկերացնում եք, անգամ նաև խոսում է նրա մասին, որ այդ բանակցային գործընթացի ժամանակ շատ կարևոր մի հատ նյուանս էլ կա, որ ասում էր այդ որ արդեն բանակցելուց են եղել տարբեր հարթակներում, հայկական կողմը այդ պատերազմի արդեն պարզ է, որ արհավիրք արդեն եկել է, մենք այնտեղ տարածքներ ենք զիջում, այստեղ Արծրուն Հովհաննիսյանների նման սրիկաներն ասում են, մենք հաղթում ենք, Շուշին ընկածալնում, սրանք ասում են, մենք հաղթում ենք, նոյեմբերի 5-ին Շուշին արդեն այլևս Հայաստանի վերահսկողության տակ չէր, բայց ստեղից մենք հաղթում ենք, հիմա այդ ծանրագույն իրավիճակում հետաքրքիր մի բան կա, ասում է հայկական կողմը պահանջ է ներկայացնում Ադրբեջանին, որ դուք պիտի ուրեմն Շահումյանից ձեր զորքերը դուրս բերեք եւ Շահումյանը պիտի հանձնվի Հայաստանին։ Այսինքն սա մի հատ խորը վերլուծության եւ գնահատականների անհրաժեշտություն կա։ Այս ամբողջ բանակցային գործընթացի ձախողումից մինչև պատերազմի սկիզբ եւ պատերազմի ավարտ։ Այս ամբողջ այս խութերով, ամբողջ խնդիրներով, ամբողջ խորքային իր խնդիրներով եւ խնդիրներով։ Եվ ամփոփելով խոսքս 44-օրյա պատերազմի հետ կապված, ուզում եմ շատ կարեւոր մի արձանագրում էլ ամ սիրելի հայրենակիցներ։ Անկամ այն քննիչ հանձնաժողովը, որ բաղկացած է եղել միմիայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներից բաղկացած է եղել այդ հանձնաժողովը, այդ եզրակացությունը, որ ասում են, հեսա շատ կարևոր հայտարարություններ կանեն եւ այլը մեկ մյուս, օրակարգից դուրս է մնացել, այսինքն օրակարգ չի մտել, ազգային ժողովի օրակարգ չի մտել։ Եվ չի էլ մտնելու։ Գիտեք ինչի, որ անգամ այդ չնչին, այդ պատառիկները, բաները, որ կան, որ կարան լույս սփռեն, ուրեմն պատերազմի հանգամանքների, այս իշխանությունները անգամ դրանից են վախենում, որովհետև այնքան հակասական իրարամերժ քրեորեն հետապնդելի, ուրեմն ենթադրյալ արարքներ կան այդտեղ կախված, որ ուղղակի անգամ այդ փոքր պատառիկները կարող է ամբողջ բանը պայթեցնի։ Այսինքն ես ամեն ինչը խենք մանրամասն ներկայացնում Տիկին Թովմասյան, որ մեր հասարակությունը ի վերջո աչքերը բացի հասկանա, գնահատի իր գնահատականների մեջ հենվի փաստական տվյալների վրա եւ ի վերջո այդ գնահատականը պետք է նրա համար, որ մենք եղած հայրենիք չկորցնենք, որ սրանց հավատալու դեպքում, սրանց հավատալու եւ վերընտրվելու դեպքում մենք եղած հայրենիքն ենք կորցնելու։ Եթե Ադրբեջանը, ուրեմն նաեւ մի կարևոր բան էլ կա, այն հիմնական զիջումները, սա բանավոր այդ փոխհմբռնումների արդյունքում որ ձեռք է բերել։ Ինքը պլանավորում է անի վերընտրվելուց հետո։ Իմիջիայլոց ոնց որ կասկածներ ունի, հա, այս տպավորությունը, որ Ալիևն էլ է կասկած։ Այո, այն ինչ որ մենք գիտենք, որ հասարակության մեծամասնության մեջ ինքը վստահություն չունի, շատ փոքր մի հատված է մնացել, ինքն էլ իր կասկածներն ունի, որ հազիվ բռնել եմ եւ այն որ ասում եմ իմ բռի մեջ է, ինչ հնարավոր է կորզեմ, ինչ որ բան կարամ կորզեմ, ստանամ եւ սրա այն ես սենց մի պատկերացում ունեմ, որ որոշակի շատ ուրեմն այսպես ասած, շատ կարևոր մի զիջումների մի մաս է, սա պլանավորել է վերարտադրվելուց եւ ընտրվելուց հետո։ Հիմա Ալիևը բռնել է, իրան ասում է, սպասիլա, դու ոնց հասկանում եմ, ոչ հեղինակություն ունես, ոչ վարկանիշ ունես, օրորի վրա քու ռեյտինգը դել, այսինքն գահավիժում է, այս ռեպրեսիաները հենց դրա լավագույն դրսևորումները որ կան, այս իր ռեպրեսիոն բռնապետական ռեժիմի մենք տեսնում ենք, ես կարծում եմ դրա մասին էլ պիտի խոսենք, ինչ է կատարվում Հայաստանում, եւ ասում է, չէ, այն ինչ որ դու բանավոր փոխհմբռնումների արդյունքում ինձ խոստացել ես, հիմա պիտի 10
Այդ ամեն ինչ պետք է ինձ տաս։ Եվ հենց տեղ է գալիս այդ մեր մտավախություններն ու բաները, որ սա հնարավոր է, որ մինչև ընտրությունների գնալը չի բացառվում, որ զիջումներ անի կամ գնա նաև ինչու՞ չէ, կարող ինչ-որ պահել, կարող արտահերթի էլ գնա, կարող ինչ-որ բաներ լինի։ Այսինքն սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ մեր սիրելի հայրենակիցները հասկանան, որ Աստված մի արածը, եթե սրա իշխանությունը երկար մնաց, Հայաստանից սիրելի հայրենակիցներ ջան, բան չի մնալու։ Ոչ վախեցնում ենք ձեզ, ոչ ահաբեկում ենք ձեզ, իրականությունը ներկայացնում ենք, որովհետև չենք կարող մենք խափենք մեր հասարակությանը, ասենք, գիտեք ինչ, Ժողովուրդ ջան, իրա նման խաղաղությունը այլևս հաստատված է, ասում այլևս խաղաղությունը հաստատված է, կերեք խմեք քեֆ արեք, Ժողովուրդ ջան։ Ասում մի տարի, ասում 7 ամիս էլ Հայաստանի Հանրապետության, ինչ կրակոց, ինչ բան։ Այն մարդկանց, ասենք, տների վրա որ այդ ավտոմատ կալաշնիկովի կամ տարբեր հրաձիգային տեսակների կրակոցները, բանը երջանիկ պատահականությամբ մարդիկ այդ կրակոցի ձայները լսել են, մտել են նկուղը փառք տիրոջը, որ բան չեն արել, հատնասում խաղաղություն է, Ժողովուրդ ջան, այս կտանք, այն կտանք, կգան ադրբեջանցիները այստեղ փողերը կթափեն, հողերը կվերցնեն, տնտեսության մեջ իրենց այս բաները, թաթերը կդնեն, ադրբեջանցիներին կբերեն, այստեղ կվերաբնակեցնեն, ինչ կանեն։ Ոչինչ, Ժողովուրդ ջան, խաղաղություն է։ Սևանը կտանեն, Երևանը կտանեն։ Կապ չունի։ Էջմիածնիկագրում կդնեն։ Համադրությունը կփոխեն, անկախության հռչակագիրը կփոխեն, իրանց կփոխեն, դրոշը կփոխեն, անվանումները կփոխեն, կապ չունի, խաղաղություն է։ Ձեզ կմորթեն։ Խաղաղություն ասում, խաղաղություն է։ Պարզ ես մարդ ասում է։ Ես Հայաստանի Հանրապետության վրա ունեմ հավակնություններ, իդեպ ցավով եմ ասում, բայց մինչև հիմա Ալիևի ասածները իրականություն է դառնում։ Դե ցավով եմ ասում, բայց տենց է։ Ինչ որ այդ մարդը ասել է։ Քանի Նիկոլը կա, իր ասածները Հայաստանի հետ կապված իրականություն է, փաստ է։ Այո։ Խափում է ժողովրդին, ասում է, ժողովուրդ ասում է, այն մարդ չմնաց տանի այդ պատի մոտը։ Այդ 20 մետրանոց պատը սարքել է մի հատ, սա մի հատ բան է արել, մի հատ ավտոբուս է վերցրել, նստել է ղեկին ու բանա, իրան պատկերացնում է տուրիստական մի հատ կազմակերպության կամ բանի, չգիտեմ էլի, վարորդ էլի, նստում է մեջը, ով կա չկա այդ որ ասում է քաղաքասարակություն այ իբր, ես իմ ինչա էս այն իրեն բաներ ունի, չէ, այդ նստում է տանը բանանում ցույց տալը, տեսեք ասում է, էսի չսիրում պատա, էսի սիրում փշալ արա, Ժողովուրդ ջան, էս ինչ լավ տեսարաններ աստեղ։ Այդ ընթացքում, այդ որ այդքան զիջել ես, մի սանտիմետր հող չես ստացել։ Մի սանտիմետր հող չես ստացել։ Մենակ տվել ես։ Տալու ես։ Մենակ տվել ես, քիչ չի։ Այդ ում որ տվել է այդ հողերը, Բարձրաստիճան հիմի պաշտոններ են, չէ՞ ստանում։ Մարդիկ, հող հանձնող մարդիկ։ Պաշտպանության նախարարությունում փոխգնդապետը գնդապետ է ստանում, գնդապետը գեներալ է ստանում։ Ցենց դուք երկրորդ երկիրը գիտեք, որ տարածքային զիջումներ անող երկրում հենց այդ պահին զիջված տարածքի կորպուսի հրամանատարը գեներալի ուսադի ստանա, պաշտոնի բարձրացում ստանա։ Ախր ցնդելու բան է, գժվելու բան է։ Նայեք այդ գործընթացների մեջ ներգրաված մարդկանց, որոնք այդ ժամանակ պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել, այդ հանձնման պարագայում, Հայաստանից տարածքային զիջումների պարագայում խրախուսվում են։ Այսինքն, այն որ դիմադրություն չեն ցույց տվել, այն որ ծպտուն չեն հանել, այն որ իրանց այդ ժողովների ժամանակ ասել են, ապրես Նիկոլ ջան, էս ինչ լավ է, մի հատ լավ տարածքել ես ունեմ աչքի տակ, կարանք էս էլ տանք, կարանք մի տարածքել տանք, այս մի սարն ու այս մի բանը ավելի ստրատեգիական նշանակություն ունեցող դիրք ունի։ Սա էլ է հարմար տալու համար։ Այն օրը հանդիպման ժամանակ մեր հայրենակիցներից մեկն էդ էր ասում։ Ասում Ալիևին ասում բան պետք է, ասում գանց պետք է։ Այս մարդը ասում չուզած տալիս է։ Հլա չուզած, հլա մի բանը չպահանջած տալիս է այս մարդը։ Հիմա մի իրավիճակում ենք հայտնվել սիրելի հայրենակիցներ ջան, որ սենց տալով, զիջելով, հերթով սենց գնում ենք ու ես զարմանում եմ սրանց բանի վրա, էլի, որ ինչքան պետք է բարոյապես անկում գրանցած լինեն, որ այս բոլոր արհավիրքներն ու զիջումները ներկայացնեն որպես հաջողություն։ Արցախը կորցրել է, ասում Արցախը կորցրել ենք, չէր ասում կորցրել, Արցախը որը մի չունենք, ասում դրանով ասում ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն, որ մենք 12000 քառակուսի կիլոմետր հանձնել ենք, հետի
Շատ լավ է։ 1040 կիլոմետր Հայաստանից։ Այո։ Երևանից 3 շատ տարած։ Այո, որ այսքան տարածք օկուպացրել է Ադրբեջանը, այդտեղ արդեն մենք Հետապնդումներին անցնենք, սկսենք սրբազաններից, 3 սրբազան շարունակում են փակված մնալ, 2 սրբազանը ծանր հիվանդություններ ունեն, շատ ծանր վիճակում են, բայց երեք էլ խոսեցի դրա մասին, այնքան բարձր ու ուժեղ մարդիկ են, դրա մասին չեն բարձրաձայնում, ավելին ասեմ, թույլ էլ չեն տալիս, որ բարձրաձայնեն, բայց միևնույնն է, պիտի սրա մասին խոսվի, բարձրաձայնվի, մյուս սրբազանին էլ խնդրում եմ անպայման ցույց խնդրեմ։ Եվ էլ ինչ ասեմ, Վարդան Ղուկասյանի վիճակը դուք երևի հետևում եք, տեսակ որ փաստաբանը բարձրաձայնում է Անվեր Զարուհի Պոստանջյանը ինչ վիճակում է եւ այս հետապնդումների շարքը։ Դե հիմա արդեն հետահայաց պարզ է դառնում, թե ինչ ծրագիր ուներ իշխանությունը սրբազաններին կալանավորելով, սրբազաններին ձերբակալելով, անազատության մեջ պահելով, այս եկեղեցու դեմ արշավը դեռ վաղուց էր պլանավորված եւ հեղինակություն ունեցող, բարձր վարկանիշ ունեցող, հեղինակություն ունեցող իրեն քարի վրա չթողող, գիտեք որ սրբազանները ինչ կոշտ քննադատության են ամենաբարձր վարկանիշ հեղինակություն ունեցող սրբազաններ էին, ովքեր ունեին մեծ ժողովրդականություն, իմիջիալոց ես ծանոթ չէի, 3 հյուրերից մեկը մեջբերում արեց, ցած հոգեվոր առաջնորդ ինչ էր դրանը, Փեժիկ Փաշա այդ հոգեվոր առաջնորդը Ադրբեջանի Փաշիզադե նորից հերթական անգամ ասել է ինչը կարող է դուք պատկերացնում եք որ պիտի Վատիկանի նման մի հատ է դուք կենտրոն ունենաք այսինքն իրենք արդեն արձանագրում են իրենց համար եւ տարածում են որ Հայաստան չի լինելու հայ չի լինելու մտքներով չանցնի որ մի հոգեվոր կենտրոններ պիտի ունենաք պարզ հստակ էս մարդը կատարում է իրանց հրահանգը դե հետեւաբար բժշում են ադրբեջաններ վրա այսպես էսենց հեղինակություն ունեցող ադրբեջանցիները ցնծում են նայեք ախր ես զարմանում եմ էլի ոնց կարա հայ մարդը ուրախանա հրճվի սրբազանների ԱԱՑ մեկուսարանում հայտնվելով ու գիտեք չէ ովքեր են ուրախանում են ադրբեջանցիները որ նայում ես ադրբեջանցիները ոնց են մտնում երջանկացած սմայլիկներ դնում բանանում եւ ստեղի մեր այս հայի տականքը որ ուրախանում են որ հայ առաքելական սուրբ եկեղեցու երկու արքեպիսկոպոս մի եպիսկոպոս եպիսկոպոս եւ արքեպիսկոպոս Բարսաշճան հոգեվորականներ այսօր քայլակատարողական հիմնարկներում են առաջի քրիստոնյա ժողովրդի հայտարարությունն ու ամոթն է էլի իդեպ սրա մասին այդ որ ասում են չէ սրանք կոկորտները ճղում են իդեպ սրա մասին նաեւ վերջերս նաեւ հարցազրույցի ժամանակ չէ դուք ինքը նորից խոսել է հիմա դրա խոսել է էկրանա տարածել դատապարտել է որ ինչ արշավ է գնում իդեպ նաեւ լուր տարածվեց նաեւ համացանցային տիրույթում որ Թրամփի տղան մերժել է Հայաստանի Հանրապետության գալը, հենց նաև այս սրանով պայմանավորված, որ նաև հայտարարություն կա, ես իմ աչքով ընկա, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն հետապնդումների ենթարկելու եւ այս խայտարակ, ուրեմն հակաեկեղեցական արշավը ձեռնարկելու եւ նաև Հայաստանի նաև այսպես ասած քաղաքական բանտարկյալների հետ կապված, այսինքն հիմա կամած ես հուսամ փակ տիրոջը որ նման արձագանքներ արդեն կան տարբեր երկրներից բան սա պետք է ավելանա այս ճնշում պետք է ավելանա կոնկրետ ասել է ցանկացած ուրեմն Թագեր Կարլոսոնը դատապարտում է ՀՀ կառավարության հալածանքները հայ առաքելական եկեղեցու նկատմամբ շատ կոնկրետ ասել է Ամերիկայի հայտնի լրագրող Կարլոսոնը դատապարտում է կառավարության աննախադեպ ոտնձգությունները համաշխարհային քրիստոնեության Փարոս հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ցանկացած սահմանվամբ դա իրավունքների կոպիտ խախտում է ասել է Կարլոսոնը խոսելով հայ առաքելական եկեղեցու նկատմամբ դրանց հալածանքների մասին իմիջիալոց դրա մասին էր նաև Երվանդ Ռոզյանը խոսում որ Սփյուռքը այս իմաստով շատ վատ է աշխատում խայտարակ վատ է աշխատում որ էլ ինչ պիտի լիներ էլի առաջին քրիստոնյա ժողովրդի նկատմամբ այսպիսի ոտնձգություն է
կատարում հա Նիկոլ Փաշինյանը, որ պիտի իրանք բոլոր դռները, բոլոր կառույցներին, բոլոր հոգևոր կառույցներին դիմեին, այդ մեծ կազմակերպություններին դիմեին, աղմուկ գոնե էս առումով, քնացեք, մեռացեք, սատկացեք, Սփյուռքի ներկայացուցիչներ, մեծ մենակ փրտում եք, գոնե էս առումով աղմուկ բարձր, հասկացանք, սա բանեղած եք, չգիտեմ, հələ դողդողում եք Նիկոլ Արոնը լսելու, թե ինչ եք անում, ձեր այդ բանը, փայաբաժին հացով եք տարված, ինչով եք տարված, գոնե էս առումով գնացեք 10 հոգով արեք, 50 հոգով արեք, մի հատ կամպյուտեր չունեք, նստեք, հավաքվեք խմբերով, կազմակերպություններով, միություններով, բոլորին դիմեք, ասեք հայ առաքելական եկեղեցու, մի հատ որ բան լիներ, ինչա, մի հատ բարբարոս աղանդավորական կուսակցություն, կազմակերպություն լիներ, հիմա գիտես ինչ էին արել։ Այո։ Կերել էին հիմա մեզ։ Այո։ Մի հատ ազգային իշխանություն ունենային, կերել էիք այդ ազգային իշխանությանը հիմա։ Ասեք, աղանդավորական, այս ինչ շան նկատամ կամ այն ես իմ ինչի նկատմամբ, չգիտեմ ինչ արեցին։ Մի հատ ձայն չկա։ Լավ է որ գոնե այսպիսի մարդիկ կան, այս աղմուկը բարձրացրել են, հույս ունենանք, որ կօգտվեք, հա, չգիտեմ, Ֆրանսիայի հայությունն է, Լիբանանի հայությունն է, Միացյալ Նահանգների, Կանադայի, ինչ եք քնած։ Շատ կարևոր է ձեր նշած ճնշումը, այդ ճնշումը պետք է լինի, սա խայտարակ աննախադեպ Չկա պատմության մեջ էսի բան, այդ ժողովուրդը իր եպիսկոպոսներին, բարձրաստիճան հոգևորականներին ձերբակալի։ Ահաբեկի չա գտել, գետինը չեք մտնում, բայց դատավորները, ոնց է դուք քնում, այ չգիտեմ ինչ։ Հիմա նախ ճիշտ նշեցիք այդ մարդկանց առողջական վիճակը Դե տարիքը առած արդեն մարդիկ Չնորդ Բագրատ Սրբազանը լուրջ հիվանդություն ունի, Հաճապայան, ինչի մասին է խոսքը։ Մեռանք ասելով այդ փաստաբաններին, ականջալուր մի եղեք իրենց ասացին։ Ես ասեմ, որ Վարդան Ղուկասյանն էլ թույլ չի տալիս, որ իր փաստաբանները բարձրաձայն են, բայց իրանք չեն նայում։ Արմեն Գրիգորյանն էլ թույլ չէր տալի, ինչ տեղի ունեցավ։ Չմահացավ դատարանում Արմեն Գրիգորյանը։ Իրենք բարոյական բարձր արժեքներով ոչտված մարդիկ են։ Այո, մեծ հայեր են։ Իրենք շատ ժամանակ իրենց խնդիրները, հանրային ու ազգայինը իրենց անձից բարձր են դա համարում։ Դրա համար չեն ուզում խոսել, բարձրաձայն համարում են, որ դա ի՞նչ է նշանակում։ Իրենք մեզ առողջ են պետք եւ կենթանի են պետք եւ պիտի պայքարել դրա համար։ Այո, մենք ունենք նախադեպը, թե ընդդիմադիր գործիչները քրեակատարողական հիմնարկներում հայտնվելուց հետո ինչ իրավիճակում են հայտնվում 58 մահ այո քրեակատարողական հիմնարկներում կներեք արտահայտությանս համար կիսա ջան այդ մարդիկ դուրս են գալիս քրեակատարողական հիմնարկ լավագույն դեպքում էլի ասենք այդ որ տենց փափուկ անկյուններից խոսում եք ես իմ ինչ եք անում մի պահ պատկերացրեք ձեզ այդ մարդկանց վիճակին էլի այդ մարդկանց վիճակում ձեզ պատկերացրեք այդ մարդկանց վիճակում այդ պայմանների, այդ, չգիտեմ, էլի շատ չեմ ուզում խորանամ այդ ամեն ինչից, բայց հայրենակիցներ ջան, սիրելիներս, սա մեզ ոչ մեկից պատիվ չի բերում։ Եվ այս թեմայով պիտի ամեն մի հասարակական գործիչ, քաղաքական գործիչ իրեն համարով, հայ մարդ համարով, պիտի սրա մասին խոսի ասի, այս թեմայով չեմ ասել, բայց պիտի արդեն որ ասում դանակը հասել է ոսկուրին։ Ես չեմ մոռացել այն հերթերը որ մարդիկ բարև էին Բագրատ ուզում են ընդամենը դիպչել սենց էլի որ իրենց մի հատ սենց ձեռը իրենց գլխին դնի շատ ու շատ քաղաքական գործիչներ շատ ու շատ հանրային գործիչներ չեմ ասում մշակութային գործիչներից չգիտեմ երաժիշտներից ինչ եք վախենում ումից եք վախենում մի բանից պիտի վախենաք Աստծո պատժից Ուրիշ բանից չպետք է վախենաք։ Իսկ լռելը ինձ համար անթույլատրելի է։ Անընդունելի է ինձ համար։ Իսկ ֆեյք սատանայական պատարակը ոնց ավարտեց, դա վատացան։ Այո, որովհետև Աստված կա։ Որ իհարկե։ Ֆեյք, չգիտեմ, սարկավակ բերում, ֆեյք դպիտ բերում։ Դուք խայտարակությունով ա տեսել այդ Վարշավիրն ու Ատամնաբուժը գնացել են այնտեղ։ Բա իրանց հայհոյանքները տեսել եք սոցիալական ցանցերում հանել են այդ ֆեյք սարկավագի հայհոյանքները։ Սեռական բնույթի հայհոյանքները։ Այ քեզ այլանդակ։ Այ չեմ կարա ես այդ արտահայտությունները։ Ասում սեռական բնույթի հայհոյանքներ։ Մեկը մանյակների բան է, այո։ Մեկը, չգիտեմ, Կադիրովի ֆանատն է, մեկը եսի ինչ է, մեկը Մի անգամ բան Արամ Աբրամյանն ասեց, ասում է,
այն սովետի թվերին այդ մանյակներ կային։ Ասում այդ մանյակները որ չգիտեին ինչ են, ժամանակ կոմպյուտեր սոց ցանցեր բան չկար։ Զուգարանի պատերին ասում սեռական հայհոյանքներ էին գրում։ Հիմա այդ մանյակները, այդ այլանդակները, այս թիմում են հայտնվելու, եկել են սոցիալական ցանցեր։ Ու տենց այդ հայհոյանքները անվերջ գրում են, էլի, երբ տենց են հանգստանում, տենց են բավարարվում, իրար տենց են գոհություն զգում։ Բայց մի կարևոր արձանագրում կա, էլի, որ պետք է անենք այդ արձանագրումը, Տիկին Թովմասյան։ Բոլորին էլ պարզ է, էլի, Հայաստանը փոքր երկիր է։ Այն վարչական ռեսուրսները, այն ստիպողաբար ճնշումներ գործադրելով մարդկանց, որ բերմանի էին ենթարկում կեղծ պատարակներին, հասարակության մեջ արձագանք չի ստանում։ Այսինքն որ վախեցնում են, մի հատ, չգիտեմ, համայնքապետ են ասում, հանկարծ չգաք, հանկարծ մարդ չբերեք, սենց կլինի, հատիկ վերցրած զանգում են։ Տեսեք, եկեղեցունը հիմա մի հատ առանձին հարց կտամ դրա մասին խոսել, բայց այսօր ճիշտ նշեցին, Ալավերդի, Սպիտակ քաղաք, Մասիս քաղաք, Գյումրի, ամբողջությամբ այդ բանով միացած, Հարաքյար, Ախուրյան, Մատ հիշեցրեք երեխեք որտեղ ապարտվել էս խայտարակությունը, Սյունիք տեղական, այս մարդը ամենտեղ, անի խոշորացված համար, Նոյեմբերյան, Բերդի տարածաշրջան, այսինքն այս մարդը Ալավերդի, մի հատ հաջողել է Երևանում նստի իր քաղաքապետը, ինչի է հաջողել, որովհետև այն բանը, այն շունը, դոգ շունն է միացել, մեկ էլ բանը, իրա, այս ինչա, այն որ Թուրքին նստացեց իր եղբոր արձանի վրա, որ բանանեն, ինչա, պղծեն, Արամ Զավենի Սարգսյանը, մենակ մեկ էլ դրա շնորհիվ, ճիշտ է, մնացած տեղերում, բոլոր տեղերում ժողովուրդը վաղուց մերժել է Նիկոլին, ամենտեղ ինքը պարտվում է, այդ ուրիշ բան է, որ նստացնում է քրեական գործը, բայց փաստ է, ինքը գիտի, իր թիմն էլ գիտի, որ ժողովուրդը այդ է մերժել է, մնացել է մի հատ տեխնիկական հարց լուծել, այս ընդդիմությունը մի հատ միավորվում է եւ վերջանում է, մի տեխնիկական հարց, ուրիշ հարց չկա, ժողովուրդը այլևս մերժել է, կարող է մի 5% հլը ինչ որ sense բանի կտած բան վիճակում ալը չի, ինչ բան է ուզում ասել, այդ վիճակումը չի կողմնորոշել, բայց իրականում ժողովուրդը վաղուց իրան հրաժեշտ է տվել եւ դրա համար իր եղբայր Ալիևը ընկնավորված է։ Դրա համար ասում շուտ պետք է գնամ Երևանը վերցնեմ, անեմ։ Ախր այդ սա վտանեմ, հիմա ես մի բան էլ ասեմ, էլի ձեզ։ Այս ամեն ինչից հետո ամոթ էլ է որ մարդիկ չհասկանան։ Դե էդ է ասում, եթե հասարակությունը այդքան բարոյած զրկված է, ոնց որ Երևանն ասեց որ Ալիևին Նիկոլին հանդուրժում, ոնց կարար 21 թվականին պարտված այս ամեն ինչ արավիկի բերած մարդը հիմա ոնց կարող է մի մարդ ավելի քան Սա իր խոսքերը ոնց ասել, ուրեմն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր եւ բարոյական նորոգման օրակարգ են բերում, լսում եք, չէ՞։ Ինքն է նորոգում։ Okay։ Նիկոլը սիրելի ժողովուրդ, լսեք, սիրելի հետևորդներ, Նիկոլը ինչ է ասում, բարոյական, լսեք, Նիկոլն է ասում, բարոյական, հոգևոր, նորոգում է բերում ինքը առաքելական։ Բացում ես իր նախընտրական խոստումները։ Նա տիրախվա բառապաշար իր խոսքերը։ Սկզբից միջև վերջ խոստումնաց անցել։ Իր ծեփելը, իր պղծելը, քարշ կտամ, կծեփեմ, կնստացնեմ, կանեմ ասֆալտին, եսի միշտ կանեմ, սաղի տես կանեմ, մի հատ էլ իր այդ ասածներն եմ ասում, բառացները։ Մարդը մի ամբողջ երկիր կործանել է։ Մյուս երկիրն էլ է սա իր եղբայրը ասում կործանելու եմ, տանելու եմ, հա? Չգիտեմ դեռ որտեղ սփարակյար սպանում են առավոտը զարթնում ես գնդակարություն, սպանություն հաղեկանոջ վրա երթ 10,000 զոհ, 13,000 զոհ, իրանցը նվիրաբերել, չիվանը սաղ նվիրաբերել ամեն ինչ տալ, ասում բարոյական եւ հոգեվոր։ Ինչ է ասում Նիկոլը։ Նորոգում։ Այո։ Դե ասում դե ես ասում որ կանչեցի, ասում մարդկանց ասում որ հասկանամ ասում իրանք Աստծո հետ կապը պահում են, թե չասենք ինքը կապն է, էլի ժողովրդի մարդկանց։ Այդ իր ասած դեր որ ասեք որ մեղա, Աստված։ Դե Մեր երաժիշտներից մեկը Նիկոլը որ բան էր նոր ազգային ժողովում ընտրվել էր, մեկ էլ ասած ինչ որ բացային շմիկ իր ձայներ ասում, ասած ինչ որ բաներ եմ զանգահարեցին, ասեց բանը ասեց ես երաժիշտ եմ եւ գիտեմ էլի այդ շիզոֆրենիայի կամ հիվանդությամբ տառապող մարդկանց ձայնային ելևէջները թե ինչպիսին են լինում, ասես ջանիկս Աստված մեզ պահապան։
Աստված մեզ պահապան, դա 2018 թիվն էր, ասեց մեզ ինչ աղետներ են սպասվում։ Ընդհանրապես լսելով իր ձայնը, ոչ թե դատողություններ էր անում, դե պարզ է ինչ կարծիք ուներ իր մասին, բայց ձայնը լսելով, ասեց Աստված մեզ պահապան, ցավոք սրտի մենք այդքան խելք ու հասունություն չունեցանք, էլի։ Ես հուսով եմ։ Շուտ սթափվելու, բայց մենք դեռ ուշ չի, վաղար շաբաթում ընտրություններ են, նախ եւ առաջ սիրելիներս անպայման այդպես լինում է, որ ամեն մեկը ասեք, որ ինձանից շատ բան է կախված։ Մենք կհաղթենք միայն այն ժամանակ, երբ որ ամեն մեկը նստած տեղում հասկանա, որ ինքը ունի պատասխանատվություն իր ընտանիքի առջև, իր երեխաների առջև, հետո այսպես առաջին հերթին պիտի ասեի հայրենիքի լավ, վերջին տեղում դնենք հայրենիքի առջև, դուք քաղաքի առջև եւ հայ առաքելական եկեղեցու ձեր հավատի սրտի մտքի անպայման գնալ մասնակցել ընտրության անպայման, որպեսզի հնարավորություն չտաք այդ իր կեղծված 5000 ձայները եւ ելի մնացած ձայները, որ ինքը կեղծի, որտեւ ինքը գիտի, որ ինքը պարտված է վաղաշաբաթում, պիտի անպայման մասնակցել ընտրությունների։ Եթե դրական քվե են արժանացնում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ընտրում եք ձեր կործանումը։ Ընտրում են իրենց կործանումը, իրենք կողմ են Արցախի հանձնմանը, չէ, Հայաստան։ Իրենք կողմ են Հայաստանի հանձնմանը, իրենք կողմ են, որ այս հակաեկեղեցական արշավը լինի, այս քայքայիչ արշավը, որ կա հայ առաքելական սուրբ եկեղեցու, իրենց առհասարակ իրենց երեխաների ճակատագրի պետության վրա խաչ են քաշում ուղղակի։ Իրենք իրենց ճակատագրի, հետո խաչ են քաշում դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։ Այդ ընտրատեղամասում սիրելի հայրենիք, ասում եք դե շատ դեպքերում մարդիկ ասում են, չէ, դե վախենում ենք դուրս գան, մեզ աշխատանքից կազատեն, այս կանեն։ Գնացեք քվյախցիկներ, ձեր դրական քվեին արժանացրեք ընդդիմադիր ուժերին, իրական ընդդիմադիր ուժերին, ես չեմ ասում էլ, այնտեղ մարդ կա Նիկոլից ավելի Նիկոլա, իրական ընդդիմադիր ուժերին, հավաստիացնում եմ ձեզ, եթե իրենց պարտությունը ես կարծում եմ, որ դա անխուսափելի է, որ իրենք պարտություն կկրի քաղաքացիական պայմանագիրը, բայց այդտեղ մի կարևոր հանգամանք կա։ Այն մարդիկ, որոնք որ մերժում են իշխող ուժին, պետք է գնան ընտրատեղամասեր եւ քվեարկեն ընդդիմության օգտին։ Պետք է անպայման գնան եւ մասնակցեն ընտրություններին։ Իրենց նպատակը դա նայա, որ հնարավորինս ընտրության մասնակցողների թիվը քիչ լինի, այսինքն մասնակցության տոկոսը քիչ լինի, որ իրենք այդ վարչական ռեսուրսով, բանով այդ իրանց, չգիտեմ, ես վերջերս էլ նաև իդեպ նաև համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ոնց է քաղաքացիական պայմանագրի այդ, չգիտեմ, ուսուցիչ չէ, ինչ որ ուսուցիչ է, թե ձևական արել են, որ այսեն տեսեք։ Չէ, բայց դա ցուցիչ է, չէ, որ իրանք խախտումների։ Պետք է անմիջապես կասեցվեր դա։ Անմիջապես կաշառակելություն չէ, օրը ցերեկով կաշառք եք տալիս։ Օրը ցերեկով այդ պլակատները ռեսուրսները օգտագործում, բանից շուտ պլակատները կպցնում, ես իմ, չգիտեմ, բանի այդ պետական շենքերից փակցնում, վերջերս նաև բացահայտում եղավ, որ լրացուցիչ 500 միլիոն դրամ են տրամադրել հրատապության կարգով, որ այս դա կոչվում է ընտրակաշառք։ Դա կոչվում է ընտրակաշառք։ Շիրելի հայրենակիցներ ջան։ Բա 7 տարի է անիկ։ Ձերն էր իշխանությունը իջմիացնում։ Այո։ Մի հատ բան տեսել եք, ես գնացել եմ էլ իջմիածին նայել եմ էլի։ Մի բան ավելացրել եք։ Եկեղեցիները ճուլաներ համարող տգետներ։ Գնացեք տեսեք Մայրաթորում ինչ շինարարություն է արվում, ինչերա կառուցվում, ինչերա արվում։ Եվ մի հատ դուրս գայեք տեսնեք քաղաքում ինչ է արվում։ Նույն այդ քաղաքում, որ դուք եք եղել իշխանության, ընդդիմությունը չի եղել իշխանություն։ Եք չեմ ասում են չարաշահումների մասին։ Չեմ ասում չարաշահումների մասին։ Քրեական գործ կա, թող գնա։ Ես համոզված էլ չեմ, որ ես իմ այնտեղ օբյեկտիվ քննություն ա գնում կամ ես իմ ինչ ա գնում։ Շոու սարքեցիք Գյումրի ընտրված քաղաքապետին տարակ քրեակատարողական հիմնարկ։ Առաջին իսկ օրվանից էլ այդ մարդն էլ է իմացել, որ եւ գաղտնալսվում է եւ տեսանկարահանվում է եւ դրա մասին բազմաթիվ անգամներ ասվել է, որովհետեւ դուք չմարսեցիք, այդտեղի պարտություններ չմարսեցիք։
Էսա ժողբաստիոնը Հայաստանը Շնորհակալություն։